Արմլուրին հասած տեղեկություններով իշխանական վերնախավում կրկին հասունանում է վտանգավոր ծրագիր, որն ուղղված է հայ առաքելական Սուրբ եկեղեցու ներսից քայքայմանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ըստ Արմլուրին հասած տվյալների մտադիր է մինչև այս տարվա դեկտեմբեր իրականացնել խորհրդանշական քայլերթ դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որի նպատակն է ազատել Վեհարանը ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ից։ Այս անգամ Փաշինյանը ըստ իշխանական աղբյուրների ուղիղ կամ միջնորդավորված ակտիվորեն մոտիվացնում է որոշ հոգևորականների, որպեսզի վերջիններս միանան իրեն եւ նույնիսկ առաջնորդեն կաթողիկոսի գահընկեցության երթը։ Արմլուրի տեղեկություններով Արագածոտնի թեմից արդեն 3 հոգևորական իրենց աջակցությունն են հայտնել վարչապետին՝ Տեր Արամը, Տեր Թադեն եւ Տեր Տարոն Քահանա Հունանյանը։ Նրանց մասնակցությամբ Փաշինյանը փորձում է ցույց տալ, թե իբր իր նախաձեռնությունը նաև եկեղեցական շրջանակներում է ընդունելի։ Սակայն ինչպես նկատում են եկեղեցական իրավունքի մասնագետները, Փաշինյանի այս ծրագիրը ունի լուրջ կառուցվածքային խոչընդոտներ։ Բանն այն է, որ նշված 3 հոգևորականներն էլ ամուսնացյալ քահանաներ են, եւ ըստ կանոնակարգի նրանք չեն կարող լինել ոչ կաթողիկոսի տեղապահ, ոչ էլ կաթողիկոսի թեկնածու։ Ըստ եկեղեցու կանոնագրքի նման կարգավիճակին կարող են հավակնել միայն կուսակրոն arczepiskoposi աստիճան ունեցող հոգևորականները։ Այսպիսով, եթե նույնիսկ Փաշինյանին հաջողվի հասնել Գարեգին II-ի հրաժարականին կամ Վեհարանի շրջապատում լարվածություն ստեղծելուն, այնուամենայնիվ նա կանգնելու է անհաղթահարելու խնդրի առաջ չունենալով համապատասխան թեկնածու, որը կարող է ստանձնել եկեղեցու առաջնորդի պաշտոնը։ Եկեղեցական շրջանակներում այս նախաձեռնությունը որակում են ոչ միայն անհեռատես, այլև վտանգավոր քայլ ուղղված ազգային ինքնության հիմքերից մեկին՝ հայ առաքելական Սուրբ եկեղեցու հեղինակազրկմանը։